Ժողովուրդ օրաթերթ։ Էմմա Միքայելյան, Հայկ նախորդ տարեվերջին Հրազդանի կիրճում շինարարական աշխատանքներ կարգասկսվեցին, Սուրբ Սարգսին հարող տարածքում ժայռային ապարաժներ, այսպես ասած, որոնք համարվում են բնության հուշարձաններ եւ 2018 թվականից կառավարության որոշմամբ այդպես էլ հաստատված են, տաշվեցին, փորվեցին, ուզում ենք հասկանալ սրա պատասխանատուները ովքեր են, արդյոք քաղաքապետարանը որևէ գործողություններ իրականացրել է դրա դեմ եւ եթե նշեմ նաեւ որ հուշարձանը գտնվում է պետական պահպանության տակ, փորվելուց, մաշվելուց, տաշվելուց հետո դրանք արդյոք դուրս են եկել հուշարձանների ռեստրից եւ դուք ձեր պատասխանատվության մասը տեսնում եք այստեղ, թե էլի կմեղադրեք մշակույթի նախարարությանը ԿԳՄՍ-ին կամ կառուցապատողին։ Նայեք, դուք կոնկրետ դեպքի մասին եք խոսում, ես բնականաբար այդ դեպքի հետ կապված ինչ այս պահին տիրապետում եմ, կփորձեմ ասել, բայց ես ընդհանուր ուզում եմ անդրադառնամ շատ լավ էր էլի իրականում որ այս հարցը տվեցիք, որովհետև մարդկանց մոտ գուցե տպավորություն ստեղծվի, որ Երևանի քաղաքապետարանը կամ իդեմս Երևանի քաղաքապետը պարզապես բերում են այսպիսի մի հատ թուղթ, ասում են պարոն քաղաքապետ, սա մեր նախագիծն է, մի հատ ստորագրի, գնանք վաղը շենքը սարքենք։ Իրականության մեջ պատկերը լրիվ այլ է, որովհետև մինչև վերջնարդյունքում Երևանի քաղաքապետը ստորագրություն է դնում որևիցե մի տեսակի շինթույլտվության տակ, դա առնվազն իրանից ենթադրում է, որ կախված շենքի ռիսկայնության աստիճանից, կախված գոտիավորումից եւ այլը, այդ փաստաշրջանառությունը ասում է մի շարք գերատեսչություններով, էլ բարձ փորձաքննություն, էլ բարդ փորձաքննություն, էլ համալիր փորձաքննություն, էլ քաղաքաշինության կոմիտե, էլ խորհուրդ, էլ առանձին քաղաքապետին կից խորհրդի նիստ, որի խորհրդի անդամները 6 ամիսը մեկ փոփոխության են ենթարկում, էլ մասնագիտական ստորաբաժանման, մասնագետների, վարչության պետերի, ենթակա կառույցների, այսինքն մի շինթույլտվության համար զբաղվում է ահռելի քանակով մարդիկ, ուղղակի որ զբաղվում են դրանով եւ ինչպես նշեցի նաեւ այլ պետական գերատեսչություններ եւ վերջնարդյունքում քաղաքապետի մոտ գալիս է մի փաստաթուղթ, որը օրենքի եւ իրավական տեսանկյունից որևիցե խնդիր չունի, այսինքն Երևանի քաղաքապետը երբ որ իր ստորագրությունը դնում է մի փաստաթղթի տակ, ինքը ֆիքսում է մի բան, որ այո, բոլոր օրենքով սահմանված տեղերում այս նախագիծը հաստատվել է եւ իրան մնում է միայն ստորագրելը։ Չստորագրելու դեպքում լինում է հետեւյալը։ Երբ որ Երևանի քաղաքապետարանը չի ստորագրում, օրինակի համար, այս կամ այն նախագիծը, մեկ էլ կառուցապատողը կամ անհատը գնում է սիրուն մտնում է դատարան, դատարանով հաղթում է, դատարանը ասում է մարդու շինթույլտվությունը տվեք։ Այդտենց մենք դեպքեր ենք ունեցել, դա ոչ միայն վերաբերվում է շենքերին, դա վերաբերվում է այգիներում օրինակի համար այս կամ այն բանը կառուցելուն, վերջինս եթե չեմ սխալվում նոր վարչական շրջանի վերաբերյալ մի դեպքեր, բայց գուցե սխալվում եմ, բայց ամեն դեպքում ասածից միտքը նա էր, որ ցանկացած շինարարության թույլտվություն, որը տալիս է Երևանի քաղաքապետարանը, զորօրինակ Նայիրի Զարյան 11 եւ 13 շենքերի մասին, որ Տիկին Փոստանջյանը մի քանի օր առաջ տարատեսակ հայտարարություններ էր անում եւ հետո իմ նկարը հայտնվեց իր էջում, ամեն դեպքում, ինչպես? Հա, ամեն դեպքում ասածս նորից նույնն եմ ասելու, Երևանի քաղաքապետարանի կողմից տրվում է այս կամ այն շինարարության վերաբերյալ թույլտվություն, եթե կա դրա օրենքով նախատեսված եւ նշածս բոլոր կառույցների կողմից հաստատված վերջնական տարբերակ։ Շատ լավ, ասում եք այդքան ահռելի մարդիկ են մասնակցում, ինչ որ վարչություններ տալիս են եզրակացություններ, վերջում շինթույլտվությունը լինում է քաղաքապետի սեղանին։ Որևէ մեկ այդ ահռելի մարդկանցից չի ասել, որ պետական բնության այդ հուշարձանը պետք չի քանդել նախ, պետական պահպանությունը այս մասով ինչ եզրակացություն է տվել ու հիմա քաղաքապետարանի գործողությունները որոնք են։
Շատ լավ։ Հիմա նայեք, Էմա ջան, կոնկրետ այդ դեպքի հետ կապված, եթե ես չեմ սխալվում, էլի, բայց ամեն դեպքում ինչպես Արփին խոստացա բրիֆինգից հետո ճշտումներ անեմ, այնպես էլ ձեզ բրիֆինգից հետո ճշտումներ կանեմ, թե Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ շինարարության հետ կապված ինչ շինթույլտվություններ ա տվել, արդյոք այդ շինթույլտվություններով պայմանավորված տվյալ շինարարը նշված շինարարական տարածքից դուրս ինչ աշխատանքներ է իրականացրել, դրանք Երևանի քաղաքապետարանի կողմից ֆիքսվել են թե չէ, ու կարծում եմ արդեն ամբողջական ձեր հարցերի պատասխանը կունենամ։